Որքան գումար է նախատեսված թրիփ ծրագրի նախապատրաստական ընթացքի համար, վարչապետը հնչեցրեց նախնական մոտավոր թիվ՝ $140 միլիոն, որն արդեն հատկացվել է, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, ըստ Փաշինյանի կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, որոնք կապված են արդեն նախագծանախահաշվային հաշվարկների հետ, բայց որ ներդրումները մեծ են լինելու, նրա կարծիքով ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվել է։ Վարչապետն ասաց, որ այդ առումով սպասում են Ռուսաստանի Դաշնության գործընկերների արձագանքին, իսկ թրիփի մեջ այլ բաժնետերեր լինելու են։ Այդտեղ բաժնեմաս ունենալու են Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները։ Եվ եթե այդպիսի հարց ծագի հանկարծ ուրիշ բաժնե տիրոջ ներգրավման, դա պետքա տեղի ունենա երկու բաժնետերի համաձայնության պարագայում միայն։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Փաշինյանն ասաց, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Եվ սա ամենամեծ տնտեսական նորությունն է։ Նիկոլ Փաշինյանը հավելում է, դրա ամենամեծ վկայությունը նախորդ օրը Հայաստանի պետական կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքի վիճակագրությունն է, երբ որ պահանջարկը 3 անգամ գերազանցել է առաջարկը, եւ տոկոսները նվազել են, եւ Հայաստանի ծախսը նվազել է, Հայաստանի համար գործարքների շահութաբերությունը ավելացել։ Վարչապետի գնահատմամբ օգոստոսի 8-ից մինչև հիմա Հայաստանի ներդրումային գրավչությունը շատ էականորեն աճել է, եւ ովքեր ուզում են դա տեսնել, կտեսնեն։ Անվարչապետ թրիփ ծրագրի շրջանակում հայ-ամերիկյան վերջին համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս ամենը կնպաստի խաղաղության հաստատմանը։ Նաև հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը սեպտեմբերին ասել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր նախատեսում է ստորագրել 2026-ի առաջին կեսին, եւ դրանից հետո Թուրքիան հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ։ Նոր ժամկետի մասին կարող եք խոսել։ Փաստաթղթում եւ գրած է, որ դա կնպաստի խաղաղությանը, եւ գրած է նաեւ, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը կնպաստի այս ծրագրի հաջողությանը։ Այսինքն իրենք իրականում որոշակի փոխկապակցվածություն էլ կա, եւ մենք աշխատում ենք, ելի պիտի ասեմ, ամենօրյա, որպեսզի խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված հետագա քայլերը հնարավորինս շուտ տեղի ունենան։ Քանի դեռ տեղի չեն ունեցել, ուրեմն դեռ աշխատելու տեղ կա եւ մենք շարունակում ենք աշխատել։ Անդրադառնալով թրիփի վերաբերյալ Իրանի դեսպանի հնչեցրած մտահոգություններին, վարչապետն ասաց, Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր են եւ ամեն ինչ արել են եւ կշարունակեն անել, որ Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատվեն։ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի եւ նույնը ակնկալում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Խոսելով Հայաստանում Իրանի դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության մասին, վարչապետն ասաց, 2018-ից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել եւ կառավարությունը չի կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Կապված իրավիճակի հետ վարչապետը վստահեցրեց, Հայաստանի ժողովրդավարության սկզբունքի շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկեն, որպեսզի բարեկամական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Եվ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով։ Վարչապետը պարզաբանեց Բաքվից 4 հայերի վերադարձի եւ Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներին երկրի իրավապահներին հանձնելու իրադարձությունները իրար հետ կապ չունեն եւ այդ առումով գործարք չի եղել։ Փաշինյանի խոսքով Հայաստանի կառավարությունը աշխատում է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ կա հույս, որ այս որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը կդարձնի նպաստավոր։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։